Թուրքիայի խորհրդարանում ձեռնամարտն արտահայտում է այն սուր հակասությունը, որն առաջացել էր քեմալականների ու Էրդողանի կողմնակիցների միջև։ Աթաթուրքի հիմնադրած հանրապետության հիմքում աշխարհիկ մտածելակերպներ, իսկ Էրդողանը, որպես ներքին քաղաքականության հենարան, իր հետ ասպարեզ բերեց քաղաքական իսլամը։ Այդ աշխարհիկ մտածելակերպ ունեցողները, քեմալականները որոշել են այսպես մարտահրավեր նետել քաղաքական իսլամին։ Եվ դա արտահայտվում է նաև խորհրդարանում այդ ձեռնամարտերի միջոցով եւ ես իհարկե ցույցերի բազմահազարանոց։ Թուրքիայի 80 նահանգներից 50-ում անցկացվող ցույցերը ամենազանգվածայինն են 2013 թվականի Գեզի այգու ակցիաներից հետո, երբ շաբաթներ տևած ու միջազգային մամուլում լայնորեն լուսաբանված խռովություններն ի վերջո ճնշվեցին։ Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, հենց այդ ցույցերի ճնշումն ազդարարեց Էրդողանի օրոք Թուրքիայի գահավիժումը դեպի ավտորիտարիզմ։ Սաֆրաստյանի խոսքով մեծ ու փոքր քաղաքներում տեղի ունեցող ցույցերի առաջին ալիքն ավարտվել է։ Դրան հաջորդելու է երկրորդ փուլը, որի նպատակը նախագահի արտահերթ ընտրության հասնելն է։ Առաջնային է Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ազատ արձակումը, ինչից հետո արդեն նրան կներկայացնեն որպես նախագահի թեկնածու։ Սակայն այս հարցում խիստ թերահավատ է թուրքագետը։ Արտահերթ ընտրությունների համար պետք է որ նրանք ունենան խորհրդարանում 360 ձայն, իսկ ունեն շատ ավելի քիչ եւ չեն կարող իրենք գտնել որևիցե այսպես լուրջ դաշնակից, իրենցից շատ ավելի մեծ քանակով ձայներ ունեն Էրդողանի կուսակցությունը, Արտահայտություն զարգացող կուսակցությունը, նրա կոալիցիոն գործընկերը Պանթյուրքիստական կուսակցությունը։ Էրդողանը նույնպես կարծես արտահերթի է ձգտում, եթե ցանկանա կարող է ավելի մեծաթիվ կողմնակիցներ գտնել խորհրդարանում, բայց հիմա բախվում է քաղաքական ճգնաժամի, որը կարող է լինել ամենալուրջը նրա ավելի քան 2 տասնամյակ շարունակվող իշխանության ընթացքում։ Կարծում եմ Էրդողանը դեռևս իր ձեռքում է պահում իշխանության լծակները շատ ամուր։ Էրդողանը ունի մի հնարավորություն, որը նա չի օգտագործում։ Եթե նա կոչ անի իր կողմնակիցներին դուրս գալ փողոց, որոնք շատ մեծ թիվ են կազմում Թուրքիայում, նա դա չի անում, որտեղ ինքը հավանական է զգում է, որ դեռևս դրա կարիքը չկա։ Իմամօղլուն չի ընդունում իրեն առաջադրված կոռուպցիայի եւ ահաբեկչության մեղադրանքները, դրանք անվանելով աներևակայելի զրպարտություն։ Նա հայտարարել է, որ իշխանության ճնշման տակ մտադրված չէ զիջել կամ ինչ որ չեղած բանում իր մեղքը խոստովանել։ Ստամբուլի բանտարկված քաղաքապետը ներկայացնում է ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ համարվում է Էրդողանի ոխերիմ հակառակորդը։ 54-ամյա Իմամօղլուն, որը որոշ հարցումներով վարկանիշով առաջ է անցել Էրդողանից, առաջիկա օրերին պետք է դառնար ԺՀԿ-ի պաշտոնական թեկնածուն։ Արդյոք Էրդողանը հաղթող դուրս կգա մրցակցի ձերբակալության շուրջ համազգային ցույցերից։ Դեռ վաղ է ասել։ Սաֆրաստյանի կարծիքով այս խառնաշփոթն իրականում Էրդողանն է հրահրել Իմամօղլուի դեմ գործողություններ սկսելու իր հրամանով։ Ինքը վախեցավ, որտեվ ինքն էլ է Իմամօղլուից վախեցավ, ինքն էլ է ուզում գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև դա իր համար հավանական է միակ միջոցն է իր իշխանությունը երկարաձգելու։ Իսկ ինչպես կարող է ազդել Ստամբուլի քաղաքապետի հնարավոր հաղթանակը հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Եթե մեկ էլ պատկերացնենք, որ նրանք կան իշխանության, իրենց թեկնածուն հաղթի եւ այլն, ոչ մի լավ բան չեմ սպասում, որտեվ այս տասնյակ տարիներ մենք տեսել ենք նրանց քաղաքականություն ազգային հարցում, Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, այնպես որ նույնիսկ կարող է ավելի վատ լինի։ Դժգոհությունը մեծ է Էրդողանի ոչ թե քաղաքական գործունեությունից, այլ տնտեսական։ Մարդիկ ուղղակի չեն կարողանում ապրել այն աշխատավարձով ու թոշակով, որ ստանում են։ Սա էլ բավական չէ, ցույցերի ֆոնին արժեզրկվեց ազգային արժույթը։ Այս մի քանի օրերի ընթացքում միջոցառումներ ձեռնարկվեցին Թուրքիայի ֆինանսների նախարարը Մեհմեդ Շիմշեդիկը, որ փորձառու ֆինանսիստ է, նա կարողացավ այդ արժեզրկումը կանգնեցնել։ Մեծ քանակությամբ նույնիսկ խոսում եք, գիտեք, 27 միլիարդ դոլարի մասին, դոլար դուրս հանեցին շուկա։ Թուրքիայում թեև լրագրողների նկատմամբ ճնշումներ եղան, սակայն ռեժիմը կարծես փորձում է զգույշ վարվել 4-րդ իշխանության հետ։ Թուրքիայում մամուլի 80%-ից ավելին Էրդողանի հսկողության տակ է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։